Գուգարքի ավագ դպրոցը վերանվանել են միջնակարգ դպրոց։ Միջնակարգ դպրոցը միացրել Գուգարքի հիմնական դպրոցին, որը բնակիչներն անվանում են Չեխերի դպրոց։ Այդ դպրոցը Չեխերի դպրոցը ինձ ինչու զմաս են հետաքրքիր չի։ Չեխերի դպրոցը այսօրվա դրությամբ կառուցվել է երկրաշարժից հետո ու կառուցվել է փետի դոմիկ որպես, որը վաղեմություն ունի 30 տարի։ Ինչքան է անցել։ Այդ սիմվոլը 30 չէ, 10 տարի է այդ սարքվել, որ 10 տարի հետո պիտի քանդվի, դպրոց ունենա այս գյուղը, այս գյուղը դպրոց սարքել են, աղբեր ջան, ձմեռը մի հատ եկեք էլի, որ ձունը նստում է այն ժամանակ եկեք։ Հենց մի իմ երեխեն գնում է այնտեղ մանկապարտեզ։ Միշան հալի, եթե ես ավտո չունեմ, ուրեմն պիտի ես չգիտեմ ինչ կատարվի։ Մենակ ես չեմ, բայց ես կարամ բոլորի անունից խոսամ։ Դպրոցը կենտրոնից տարել են աշխարհից էր։ Ես էլի եմ կրկնեմ, ինչքան ուզում է լավ, ինչքան ուզում է բարենպաստ պայմաններ ստեղծեն երեխեքի համար, որ այդ երեխեն գնա, ցանկացած երեխու հարցրու, եթե մեկը կասի, որ ես հաճույքով եմ դպրոց գնում, ամուր։ Այս դպրոցն եք սովորում խորան։ Այն դպրոցից եք տեղափոխվել այստեղ Գուգարքի։ Հարմար է, որ այստեղ եք գալիս։ Սեյսմիկից է գալիս, չգիտես ինչից է գալի, էլի պտտում կառավարություն են տանում, որ կառավարությունը չի որոշում, բա որ կառավարությունը չի որոշում, ով է որոշողը։ Մարզպետարանը вообще չի որոշի։ Ոնց հասկանում եմ աշակերտներին, այսինքն տեղափոխել են, որ ջեռուցում, բան այդ տիպի ծախսերը կրճատեն։ Ստոպ եղի, ջեռուցման մասին բես չխոսանք։ Այդ դպրոցը ընդհանրապես գազիֆիկացում չունի, արգելված է, բայց այսօր գազա վառվում այդ դպրոցը։ Կարաս ասես ինչի համար։ Ոնց, որովհետև այս գյուղի դպրոցի բանով է, հասցեով է գազը գնում։ Ախր մեկ խոսացնի, ես այնքան բան կարամ խոսամ։ Ուղղակի ինձ պետք է որ ասում դնեն ու թռցնեն, տեն չի լինի։